Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն մարտի 3-ն է։ Պատերազմը շարունակվում է Իսրայելի, Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, այն գրեթե ամբողջ տարածաշրջանն է արդեն ներգրավել։ Հիմնական թեման կրկին պատերազմն է, բայց սկզբում ուզում եմ տեղեկացնել, որ մարտի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է, այսինքն գալիս է մեզ մոտ Վրաստան եւ հանդիպում կունենա նաեւ վարչապետ Կոբախիձեի հետ։ Համոզված եմ, որ շատ կարևոր հարցեր են կուտակվել քննարկելու եւ դրանց շարքում են նաեւ հայկական բեռնատարների հարցն է դրանց հիմքում համոզված եմ եւ մենք կփորձենք միանշանակ հետեւել նաեւ այդ հանդիպումների ընթացքին։ Շարունակենք մեր թեման արդեն պատերազմով 3 երեկոյան տեղեկություններ ստացվեց, որ Բահրեյնում Իրանը հարձակման է ենթարկել հյուրանոց, որտեղ որ գտնվում էին պաշտոնյաներ Ամերիկայի Միացյալ Նահանգների, պաշտոնատար անձինք, այդ թվում նաև Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ Եվ այդ հարձակման ընթացքում կան 2 տուժածներ։ Դրանից բացի կարևոր է նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ընդհանուր զոհերի թիվը այս 3 օրվա պատերազմում արդեն հասավ 6-ի, երկու օրը մենք քննարկում ենք նաև դա։ Ասեմ, որ Իրանը շարունակում է հարվածներ հասցնել արաբական երկրներին եւ թիրախավորում է նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը շարունակում են հարվածներ հասցնել Թեհրանին եւ ամբողջ Իրանի տարածքներին, փորձում են հիմա այլ հայտնաբերել այդ հրթիռային կայաններ։ Խնդիրը նրանում է, որ կան բազմաթիվ հրթիռային կայաններ, որոնք որ քարանձավներում բարձր սարերում են տեղակայված, արագ դուրս են բերվում եւ արձակում են այդ հրթիռները, հետո կրկին ներս են տանում, այսինքն նրանց մոբիլությունը շատ լուրջ ձևի փոխվել է, նման է դարձել ինչ որ միտեղ պարտիզանական պատերազմի, ես ռազմական փորձագետ չեմ, բայց որ դուրս են բերում քարանձավներից, արագ բաց են թողնում այդ հրթիռները եւ կրկին ներս են տանում, սա շատ լուրջ տակտիկական փոփոխության մասին է խոսում։ Ընդհանուր առմամբ կարծես թե հրթիռների արձակվող հրթիռների քանակությունը սկսել է արդեն նվազել, հատկապես դա նկատելի է իսրայելական հատվածում, սակայն նույն ժամանակ անօդաչու թռչող սարքերը շատ են իրանական, դրանք հիմնականում ոչ թե Իսրայելի ուղղությամբ են գնում, այլ հիմնականում գնում են Էր-Ռիադի կամ տարբեր արաբական երկրների ուղղությամբ։ Օրինակի համար տեղեկություն կա, որ այսօր Իրանը 2 աթեսարիվ հարված է հասցրել Էր-Ռիադում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանը, նախնական տվյալներով զոհեր չկան եւ ահա այս տեղեկությունից հետո արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշում են կայացրել, որ որոշ երկրներում փակում են ժամանակավոր իրենց դեսպանատները։ Թրամփը արձագանքել է Էր-Ռիադում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հարձակման վրա եւ նա ասում է, որ շուտով Իրանը կիմանա, թե ինչ պատասխան կլինի այդ հարձակմանը, ինչ պատասխան կտրվի տվյալ հարձակման։ Շատ հետաքրքիր հայտարարությամբ հանդես է եկել նախագահի հատուկ բանագնաց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթկոֆը, իրոք հետաքրքիր հայտարարություն է, ասում է, որ առաջին բանակցությունների իսկ օրը Իրանը հայտարարել է, որ իրենք ունեն արդեն հարստացված 460 կիլոգրամ ուրան, այսինքն ավելի ճիշտ 460-ից 60% հարստացված ուրանը եւ դա կբավարարի 11 ատոմային ռումբ ստեղծելու համար։ Այսինքն փորձել են ինչ-որ միտեղ վախեցնել Միացյալ Նահանգներին կամ ասել, որ տեսեք, մենք արդեն պատրաստ ենք ստեղծելու ատոմային զենք, մեր հարստացված ուրանով կարող ենք 11 հատ ատոմային ռումբ ստեղծել։ Իմիջայլոց Մարկո Ռուբիոն, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը, խոսելով եւ հայտարարություններ անելով անընդհատ ասում է, որ շատ քիչ էր մնացել Իրանին, որ նրանք ստեղծեին այնպիսի զենք, որ կարողանային հարված հասցնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այսինքն միջմարտհամաքային հրթիռ եւ շատ հնարավոր է նաեւ ատոմային մարտագլխիկով։ Չի բացառվում, որ այս գործում շատ լուրջ օգնություն է ցուցաբերել նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, ես չեմ կարող
դա բացառել, հնարավոր է շատ արագ դա տեղի չունենար, բայց միանշանակ է, որ Իրանը բռնել էր այդ ճանապարհը, կարող է 1, 2 կամ 3 կամ շատ ավելի տարի պահանջվեր, բայց միանշանակ Իրանը շարժվում էր հենց այդ ուղիով։ Կարող է այն, ինչ հիմա ասում է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը, այս պահի դրությամբ իրատեսական չէր, դա տեղի չէր ունենա Թրամփի իշխանության օրոք, բայց ապագայում շատ ու շատ հավանական էր, որ նման սցենար տեղի ունենա։ Նույն օրինակի համար Բենյամին Նետանյահուն էլ հայտարարում է, որ Հյուսիսային Կորեան ունի ատոմային զենք, բայց նա չի սպառնում Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ չի ասում անընդհատ մահ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Իսկ Իրանը իր հերթին միշտ ասում էր եւ դեռևս հիմա էլ ասում է մահ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, մահ Իսրայելին, այսինքն երբ որ ունենային այդպիսի զենք, իրենք կհարվածեին արդեն Իսրայելին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, թե ունենային նման հնարավորություն։ Իմիջիայլոց երբ որ մենք տեսնում ենք հիմա արդեն Իրանի գործողությունները տարբեր երկրների նկատմամբ, իրենց հարվածները նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներին տարբեր խաղաղ երկրների, այստեղ որևիցե կասկած չի առաջանում։ Ճիշտ է, իրանցիներն էլ ասում են, որ տեսեք, իրենք հարվածեցին երեխաների դպրոցին, սպանեցին բազմաթիվ երեխաների, հա, դա էլ կա։ Հիմա իմիջիայլոց Ամերիկայի Միացյալ Նահանգներում բուրըն քննարկումներ են սկսվել, թե ինչպես ստացվեց, որ կամ Իսրայելը կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարված հասցրին եւ սպանեցին բազմաթիվ երեխաներ, այսինքն ներքին ինչ-որ հետաքննություն, քննարկում է սկսվել։ Դա է ժողովրդավարությունը եւ դա է ժողովրդավարական համակարգը։ Փորձելու են գտնել մեղավորներին եւ հետո ինչու՞ չէ նաեւ եթե ստացվի պատասխանատվության ենթարկեն այդ հանցագործությունը իրականացնողներին, բայց ես չեմ կարծում, որ այդ հանցագործությունը հատուկ նպատակաուղղված է եղել։ Կրկնեմ, մի փոքր կարող է Իսրայելը ավելի անտարբեր է աշխատում, երբ որ տարբեր օբյեկտներ է ռմբակոծում, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները իմ պատկերացմամբ շատ ավելի զգուշ են աշխատում։ Հետաքրքիր տեղեկություն է հաղորդում Պոլիտիկոն, որ Եվրամիության մեջ բարձրաստիճան պաշտոնյաներ շատ են մտահոգված այս պատերազմից։ Խոսքը նրանում է, որ եվրոպացիները վախենում են, թե ուշադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների շեղուի Ուկրաինայից եւ կենտրոնանա մերձավոր արևելքի վրա, այսինքն այն օգնությունը, որը ստանում էր Ուկրաինան ՆԱՏՕ-ի միջոցով, կարող այն կրճատվի եւ ապագայում նաեւ ընդհանրապես նաեւ չլինի, չնայած Թրամփը խոսում է, որ իրենք շատ զինամթերք ունեն, կարող են հավերժ պատերազմը շարունակել, ասում է, որ Բայդենը անվճար ուղղակի նվիրում էր այդ զինամթերքը բարձր տեխնոլոգիական Ուկրաինային, իսկ ինքը վերականգնեց բանակը եւ շարունակում է վերականգնել բանակը։ Դե Թրամփի հայտարարություններն են, բայց այդ հայտարարությունների մեջ էլ ինչ-որ մի բան երևում է, որ իր ուշադրությունը հիմա ավելիով կենտրոնանում է մերձավոր արևելքի վրա։ Եվ քանի որ Թրամփը այսպիսի հայտարարություններ է անում, այստեղ մենք հասկանում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չէին սպասում, այսինքն այսօրվա երեկվա հայտարարություններից Թրամփի հստակ է դառնում, որ իրենք չէին սպասում այսպիսի հակազդեցություն Իրանի կողմից, այսպիսի արձագանք պատերազմին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա կարծում եմ ստիպված է արդեն մտածել, թե ինչ նոր մարտավարություն է ընտրելու, մարտավարությունը փոխվում է, Թրամփը խոսում է նաեւ ցամաքային գործողությունների մասին, դեռևս այդպիսի որոշում չի կայացվել, այն շատ բարդ է կայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, քանի որ ցամաքային գործողությունը այլ է, օդից հարվածներ հասցնելը լրիվ այլ է, բայց ես համոզված եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն սկսել են փոխել իրենց մարտավարությունը այս պատերազմում, մի քանի օր էլ կշարունակվի այս ինտենսիվությունը, հետո արդեն մենք կիմանանք նոր որոշումների մասին։ Բավականին բարդ է ոչնչացնել, ինչպես արդեն նշեցի, բոլոր հրթիռային կայանները, քանի որ նրանցից շատերը սարերում են, քարանձավներում են, կան հրթիռներ, որոնց որ ընդամենը մի քանի րոպե է պահանջվում, որպեսզի դրանք արագ արձակվեն, կան հրթիռներ, որոնք որ ավելի փոքր երկար ժամանակ են պահանջում, որ դրանք արձակեն, օրինակի համար Իսրայելի կամ նույն արաբական երկրների ուղղությամբ, կրկնեմ, ռազմական փորձագետ չեմ, բայց տարբեր տեխնոլոգիաներ կան, ուղղակի Իրանը վերջին պատերազմից հետո լուրջ փոփոխություններ է
իրականացրել իր մարտավարության մեջ, դրա համար ավելի մեծ հաջողություններ ունեն հիմա իրանցիները։ Չնայած, երբ որ մենք խոսում ենք Իրանի հաջողությունների մասին, դա մի քանի հերթիռների մասին է խոսքը, որոնք որ հասնում են իրենց նշանակետերի կամ ԱԹՍ-ների, որոնք որ նույնպես հասնում են իրենց նշանակետերի, բայց ընդհանուր գլոբալ մենք տեսնում ենք, որ Թեհրանի վրա առանց որևիցե խոչընդոտի Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները թռիչքներ են իրականացնում եւ հարվածում են այն օբյեկտներին, որոնց որ կցանկանան առանց որևիցե խնդրի, առանց որևիցե խոչընդոտի, որևիցե հակաօդային պաշտպանություն լինի դա չինական, թե ռուսական, թե իրանական, ոչինչ չի կարող անել այդ ինքնաթիռների նկատմամբ, իսկ այն 3 ինքնաթիռը, որը որ խոցվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների, հիմա դուրս է գալիս, որ ճիշտ է նախ դա Իրանի օդում չէր, դուրս է գալիս, որ դրանք խոցվել էին սխալմամբ եւ բնականաբար ոչ Իրանի կողմից, այս մասին եւս մենք երեկվա մեր հաղորդման մեջ խոսել ենք։ Ու ահա այս բայդարությամբ, երբ որ մենք անում ենք մեր հաղորդումը, տեղեկություններ է ստացվում, որ Իսրայելը կրկին հրթիռակոծում է Թեհրանը, դրանց բացի նաեւ Լիբանանն է հարվածների ներքո, չնայած որ Հեզբոլլահին հաջողվել է մի քանի հրթիռ արձակել դեպի Իսրայել, բայց դրանք օդում խոցվել են եւ իրականում Հեզբոլլահը շատ բարդ ծանր իրավիճակում է հիմա գտնվում։ Դե Հասան Նասրալլահի մահից հետո, սպանությունից հետո այդ կազմակերպությունը շատ էր թուլացել եւ հիմա ստիպված պատասխանեց պատվի հարցեր երևի, իսկ այդ պատասխանով ես կարծում եմ, որ արդեն կարելի է նույնիսկ վերջակետ դնել Հեզբոլլահի գործողությանը, քանի որ Իսրայելը սպասում էր հենց դրան, որ Հեզբոլլահը հարձակվի Իսրայելի վրա։ Հայտարարություններով է հանդես եկել JD Vance, այսինքն հարցազրույցների ժամանակ մի քանի հետաքրքիր հայտարարություն է արել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը եւ նա էլ ասում է, որ մեր հիմնական նպատակը ոչ թե իշխանափոխությունն է, այլ Իրանի հրթիռային եւ ատոմային ծրագրի ավարտն էր, բայց գիտեք որտեղ է, սա արդեն երկրորդ պատերազմն է 1 տարվա մեջ, սա արդեն երկրորդ պատերազմն է ընդդեմ Իրանի։ Եթե ասենք ռեժիմի փոփոխություն տեղի չունենա, չնայած Իսրայելից վստահեցնում են, որ այս գործողությունը պետք է հասնի ավարտին հենց ռեժիմի փոփոխությամբ, բայց ասենք եթե ռեժիմի փոփոխություն տեղի չունենա, Ամերիկայի Միացյալ Նահանգները չհասնեն դրան, սա նշանակում է այն, որ 1 տարի անց, 2 տարի առաջ մենք կունենանք նոր պատերազմ, հետո կրկին նոր պատերազմ, միշտ այս պատերազմը կրկնվելու, շարունակվելու եւ ոչ ոք չգիտի թե վերջում ինչ կլինի, ինչ ընթացք ունենա այս ամենը։ Այսինքն իրանական այդ ռեժիմը անընդհատ փորձել է վերականգնել իր հրթիռները, կատարելագործել Չինաստանի եւ Ռուսաստանի օգնությամբ, վերականգնել հակաօդային պաշտպանությունը եւ այդպես շարունակ, ու այս պատերազմը անընդհատ կրկնվելու է։ Սա շատ լավ հասկանում են Իսրայելում, չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգները հեռու են եւ մի փոքր այլ կերպ է ամեն ինչ ընկալվում այնտեղից, բայց ես կարծում եմ, որ Իսրայելը փորձում է ազդել Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա, որպեսզի այս պատերազմը հասցնեն ավարտին, չնայած կան նաև տեղեկություններ, որ արաբական երկրները չդիմանալով այդ հարվածներին, որոնք որ Իրանի կողմից իրականացվում, ճիշտ է շատ մեծ հարվածներ չեն, բայց ամեն դեպքում տուրիստները արդեն փախնում են, նավթի բիզնեսը շատ լուրջ անկում է ապրում, խնդիրներ ունեն։ Հորմուզն է փակել, հիմա Իրանը խոստանում է, որ կխոցի բոլոր նավերն, այսինքն մեծ տնտեսական խնդիրներ, անհարմարություններ արաբական երկրների համար եւ ասում են նրանք էլ փորձում են իրենց հերթին ազդել Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները արագ ավարտեն այս պատերազմը։ Եվ մեկ հետաքրքիր տեղեկություն ունենք նաեւ Այաթոլլահի սպանությունից, իսրայելական Մոսադից փաստացի հայտնում են, որ բոլոր տեսախցիկները ջարդված էին Իրանում եւ նրանք շատ երկար ժամանակ է հետևում էին Համենիի տեղաշարժերին, այսինքն ամեն ինչ իրենք շատ հանգիստ արձանագրում էին, դրա համար շատ լավ գիտեին, թե որտեղ է գտնում Համենին։ Եվ նոր տեղեկության համաձայն Ամերիկայի Միացյալ Նահանգները փակում է իր դեսպանատունը նաեւ Ռիադում։ Լիբանանից էլ ունենք հետաքրքիր տեղեկություններ, որ
Իսրայելի ցամաքային զորքերը մտել են հարավային Լիբանան։ Կան նոր արբանյակային հրապարակումներ, որտեղից որ կարելի է հասկանալ, որ Իրանի ատոմային օբյեկտները եւս հարվածի են ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից։ Դե բնական է, անավարտ գործ ունեին եւ հիմա արդեն հարվածում են ատոմային օբյեկտներ, այսինքն հիմնական թիրախները, որ խոցում են, օրինակի համար Պաշտպանության նախարարություն, գլխավոր շտաբ, ռազմաքաղաքական ղեկավարություն, հակաօդային պաշտպանություն, դրանից հետո արդեն վերջում սկսում են խոցել ատոմային օբյեկտները, որտեղ որ հարստացվում է ուրանը կամ աշխատանքներ էին տանում ատոմային ռումբ ստեղծելու ուղղությամբ։ Հիմնականում այսքանը այս պահի դրությամբ, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։